Ոնց եք վերաբերվում Դոգին եւ իր հայհոյախառը եթերները լսողներին։ Ոչ մի ձև։ Ընդհանրապես նորմալի հարցը չի, ինչ որ ուրիշ բաներ, ասենք, ուրիշ մի տեղից չեմ լսում, մեզ էս կողմից են ասում, Դոգը չէ, այն կողմից են, երրորդ մեկը չկա, որ ինչ որ Հենց Դոգի մասին է խոսքը։ դե հիմա, չգիտեմ, Դուք լսում եք նրան։ չէ, բայց որ ասենք, հեռախոսի մեջ երևում է, երբեմն լսում եմ, բայց այդպես, որ ասենք, չէ, իհարկե ցանկալի կլներ, որ մի քիչ ավելի լավ խոսար, բայց մարդիկ տարբեր են, այդպիսի մարդիկ կան, որ իրանք են այդպիսի արտահայտություններ անում, թե չէ հիմա ուրիշ տեղեր չեն անում։ Դա անելու բան է, որ այդ ձևի բաներ ա տալի հայոյանքներ։ Իսկ իր եթերները լսողներին։ Դե ինչ ասեմ, ամեն մարդ իր կարծիքն ունի։ Այս բաներ ոչ նայում եմ, ոչ էլ ցանկանում եմ նայել։ Վերաբերվում Դոգին եւ իր հայհոյախառը եթերները լսողներին։ Մենք այդ հայհոյանքները չենք լսում, մենք իրականությունն ենք տեսնում ապացույցներով, ընդամենը։ Այո, մենք աշխատում ենք հայհոյանքները չլսել, որովհետև իր եթերները իմաստ ունեն, ինքը որովհետև բացահայտված, ճիշտ, եթե չբացահայտեր, իհարկե մենք չէինք լսի, ապացույցներով չմեկնաբաներ ցույց չտալ։ Իսկ հայհոյանքները միմը ուշ է, ավելի լավ է հայհոյեն, քան ստե ջան ու ջիգար անեն, հող հանցնեն ու երեխա դնեն հողը։ Միանգամայն բացասական։ Որովհետև ես չեմ կարծում, որ նորմալ հայերենով խոսող մարդը սերունդներ են չեն նայում դրան, իրենք դրանից ինչ պիտի սովորեն։ Փողոցային բառապաշար։ Շատ վատ ընդհանրապես չեմ նայում։ Ինչու նորմալ մարդը կնայի նման հայհոյանքները։ Ես իրան դեռևս մինչև հեղափոխություն մի անգամ եմ մի հատ եթեր տեսել ու այդ օրվանից իրան ատել եմ։ Որովհետև ինքը մինչև հեղափոխությունն եմ ասում էլի, հեղափոխությունից հետո էլ ամեն ինչ, բայց ինքը արեց հետևյալ արտահայտությունը, որ զոհված ծնողներին, դեռևս Քարորիայի զոհված ծնողներին ասում էր, որ դուք չգիտեք ձեր երեխեքը սաղ են։ Դուք դատարկ դագաղ եք թաղը եւ այլ եւ այլ։ Այդ օրվանից հետո ես ասի, որ այս մարդը հիվանդ է, այս մարդու հետ պրոստը պետք չի գլուխ տնել, որտեղ ֆիզիկապես պատկերացեք ես էլ եմ ծնող։ Դա լսել ինչա նշանակում ծնողի համար։ Ես չեմ կարող հասկանալ մարդիկ ոնց են իրան вообще լուրջ ընդունում։ Անկեղծ չեմ հասկանում։ Ինչպես կարելի է վերաբերվել նման պահվածքին։ Շատ վատ։ Շատ վատ, որը հարիր չէ հայ տղամարդուն։ Իսկ իր եթերները լսողներին։ Չեմ կարող ասել։ Ես գնահատական չեմ կարող ուրիշին տալ, միայն ինձ կարող եմ գնահատել։ Նորմալ, Դուք եք լսում։ այո։ Եվ ինչ կասեք։ Սկզբնական շրջանում ավելի էի վստահում, ճիշտն ասած։ Հիմա մի քիչ տարակուսանքների մեջ ենք։ Հայհոյանքները դնում ենք մի կողմ, բայց որ ռեալ բաներ ասում է, դա նորմալ է։ Վատ։ Շատ վատ։ Ինչու։ Չեմ ուզում ուրիշ բաներ ասեմ, տեսախցիկի դեմը իրոք մոտ թքելու ցանկություն առաջանում։ Իհարկե անշնորհքություն է դա։ Դա նորմալ բան չի։ Եթե Իսկ ինչ են լսում իրենք։ իրանց մակարդակի չափը զրույցը։ Նորմալ մարդը տես բան չի լսի։ Շատ լավ եմ վերաբերվում, աղոթք եմ անում, որ այս դատից ինքը դուրս գա, թե չէ մենք կործանված երկիր ենք։ Բոմ եմ վառում, աղոթք եմ անում, որ իր դատը այս անգամ անցնի։ Թող ինքը իրան դաս կլինի, ինքը էլ երևի քֆուրներ չի տա, ինձ թվում է մեծ դաս կլինի, քֆուրները շատ տգեղ է, անգամ ես լսելու ցածր լսում եմ ականջից, որ թորնիկներս մի բառ չլսեն։ Եթե դա վերացրեց, առանց Դոգի այս Երևանը Երևան չի։ Թող ազատություն լինի, ուղղակի Աստծուն խնդրում եմ։ Վերաբերվում Դոգին եւ իր հայհոյախառը եթերները լսում։ Գիտեմ, ոչ էլ իր հայհոյանքները գիտեմ, չգիտեմ։ Երբեք վիճե չեք լսել։ Չեմ լսել։ Չեմ էլ հետաքրքրվում նման բաներով։ Ինչու։ Ինձ հետաքրքիր չի։ Դա պորոտախոսություն է, ուրիշ ոչ մի բան։